Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանն է, պարոն Մանուկյան, շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք, այսպես դժվարությամբ, բայց եկաք հասաք մեր տաղավար։ Ազգային ժողովի վերջին քարորիային, պարոն Մանուկյան, թվում էր, թե ՔՊ-ին ընդդիմադիրները այսպես բզիկ են ուղակի անելու, քարը քարի վրա չեն թողնելու, որովհետև լկտիություն էին ունեցել այս աղքատության եւ այս դժվար պայմաններում միլիոններ ուղակի ներմուծել իրենց սեփական գրպանները, բացի այդ ասել էին, որ թոշակառուների թոշակը 10,000 դրամով չեն բարձրացնում, որովհետև դե ինչ պետք է անեն այդ թոշակառուները այդ թոշակը, ըստ էության իրանց կյանքում դա բան չի փոխելու, բայց այդ միլիոնները իրանց կյանքում երևի էական փոփոխություններ մտցնելու, այնպես չի, որ ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի սուր հարցեր չեղան, բայց Փաշինյանը ինքը սուրը առավ ընկավ ձեր ջանը ուղակի, ինչ էր հակադարձում ինքը ձեր հարցադրումներին, ասում էր, որ մեր հարազատների, ընկերների խնդիրների առաջ չենք ուզում խեղճանալ, թալանածը հավաքել ենք եւ դրա 0,0001%-ը բաժանել ենք մեզ եւ որ չենք ուզում, որ մեզ էլ ծրարով փող բաժանեն, ձեր ժամանակ, նախկինների ժամանակ օլիգարխները ծրարով ձեզ փող էին տալիս, քացով պաշտոնյաների դռները բացվեն, իսկ հիմա ոտները կջարդեմ, ասաց, եթե որևէ օլիգարխ այդպես վարվի։ Հիմա հարց. ինչ կասեք իր այս A, B եւ G կետերի հետ կապված։ Ինչ եք դուք թալանել, որ ինքը որոշել է վերադարձնել, այսպես արդար բաշխում անել իրենց գրպանները դնել, եւ այդ որ մի օլիգարխն է, որ քացով դռներ է ջարդել։ Գիտեք, նախ այդ բզիկ անելը, չգիտեմ, այսքան սպասում եք, որ Արնա Գրիգորյանը, օրինակ, այդ պարքավճարի մասին խոսալու փոխարեն մոտենար ճանկրտեր Նիկոլ Չէ, ֆիզիկական նկատի չունեմ, քաղաքականապես նկատի։ Դե քաղաքականապես կարծում եմ, այդ քաղաքականապես բզիկ անելու հետևանքով է, չէ, ինքը որ այսպես պատի որ դեմ առնում, սկսում է լաչառություն անում։ Հիմա Կարծում եք արել եք։ Քիչ առաջ միջև հաղորդումն ասում, ինչ անեմ, որ իմ ձայնը չլսվեց, երբ որ սկսեց մեզ մեղադրել, որ ծրարով փող ենք ստանում։ Ինչ ասիք։ Մի անգամ ասել եմ էլի ազգային ժողովի ամբիոնից, դրա հայերեն բառը չկա անտերը, ռուսերեն շատ լավ է, էլի ինչու։ Կոչվում է բեզաչոտնիկ։ ԿՊ-ի 10-ին այդ գողականս գնում, չէ, գողական չի։ Փաշինյանին ասացիք բեզաչոտնիկ ես։ Հա, բա ինչ ասում, բեզաչոտնիկ, արիմ ծրարը քեզ տա։ Այդպես ասացիք, ու ինչ արձագանքեցի։ Հեզասա լսեց։ Երբեմն որ բան ասում եմ, լսում եմ ուղղակի, չի արձագանքում։ Առաջին բանը։ Գիտեք, 90-ականներին Վանոս Վիրադեղյան ներքին գործերի նախարարն էր, կարծեմ Ոզնիների մի հաղորդման մեջ մի այդպիսի արտահայտություն կա, Վանո գողերին բռնեց, միլիցեքին նշանակեց գող։ Ահա։ Լրիվ նույն վիճակն է։ Հա։ Այսինքն սրանց ամբողջ արդարացումը եւ այլն ի՞նչն է։ Այ առաջել է եղել։ Այն դպրոցական երեխեքի նման, որ մի բան որ դիտողություն ես անում, բա այն ինչի արել։ Հիմա իրանք այդ տաղանդն է հարցում։ Իրոք տաղանդ։ Ուրիշ բառ չեմ կարող ասել, այսինքն այն ցինիզմի գագաթնակետը, որ նույն այդ մենակ բանը չի, պարգևաճարները չի։ Ցինիզմի ամբողջ է, այսինքն նույն պատավատապետության ցինիզմի արտահայտությունն է, բայց այսինքն այդ հարցով էլ է եղել իրականում բան։ Այն որ Ռիկե Տուբորկին զանգեցի, ասեցի, ոնց ձեր ծառայողական մեքենաներս կան, հետո տեսակ։ Այդ դրա վրա ասեմ, այդ ժամանակ որ իր ելույթով Իրան է պատասխանում պատավատապետություն, միջալուց մեր հասարակությունը պետք է անհամեստություն անեմ։ Այդ օրը հեղափոխական Նիկոլ Փաշինյանին ամբողջ 10 րոպե այնքան մեջ բերեցի, որ Նիկոլ Փաշինյանը տիրեկուս սափրվեց։ Իրականում դարդից է կարծում եք սափրվել։ Մի պահ ասում ենք, ինչ արեց, հետո մեկ էլ հիշեցրեցի, որ ասում են այդ օրը բոլոր հեղափոխական ելույթը, բայց ինչ էր, այսինքն որ ասում ես ախպեր 12 հատ մեքենա հետևից ինչ ես քաշ տալիս։ Չեք տեղանում, ով ես չեմ, էդի վարչապետ մի հատ կա, նստածա ՊՊՑ-ն որոշում, որ այդ ժամանակ է ասում։ Լավ ասեմ, Դանիայի վարչապետ օրինակ ուղեղը չի հասնում, որ Ալեն Սիմոնյանի նման ասի, ՊՊՑ-ն որոշի, հետևից 2 ջիպ պետք կա։ Նիկոլ Փաշինյանը 12 ջիպ պետք կա։ Մենք ինչ կապ ունենք դրա հետ։ Հիմա նույնը է պարգևաճարներին է։ Պարգևաճար չի իրականում։ Սա լրիվ ուրիշ բան է։
իրականում լրիվ ուրիշ բան է։ Ինչա։ Այսինքն այդ ձև ցինիկ ես չգիտեմ էլ որևէ երկրում այդ ձևի ցինիզմ, որ նույնիսկ պարգևավճարը արդարացնելու համար ասի, հա այսքան թալանը հետ եմ բերել։ Դե մի մասը վերցրել եմ, այսինքն դա մոտավորապես հետեւյալն է։ Մաքսայինի աշխատողը կանտրաբանդա է գտնում 12 հեռախոս։ Հիմա ինչի եմ հեռախոսի վրա ասում, որովհետև Մաքսային ամեն օր կոռուպցիոն սկանդալի մեջ է հեռախոսների պատճառով։ 12 հեռախոս բռնում ասում է, ես պետությանը 12 հեռախոսի քյար եմ արել, 2 հեռախոսը տանը մեր երեխեքիս։ Մի հատ սիրուս տանը։ Լրիվ նույն տրամաբանության մեջ է։ Երկրորդ տրամաբանություն արդարացումը ամենաահավորն է։ Ես մի քանի օր ականջս ծակում է այդ իրանց արդարացում խաղաղություն են բերել, պետքա պարգևավճար տանա։ Այսինքն այն ամբողջ ուրացման, այն ամբողջ զիջման դրա համար կորուստների համար, այսինքն ոչ մեկ պատասխան չի տալիս, հա։ Պարգևավճարը եւ կա մի կարևոր բան, իրականում հանրային վերահսկողության բացակայությունը, այսօր մի առիթով էլի այդ թեմայով է խոսում, առաջիկայում երկրի մեդիայում փոստքարտ պետք է անեմ, առաջիկ թեման, որ որոշել եմ, որ անդրադառնալու եմ, քաղաքացիական հասարակության բացակայությունը այլևս մեր երկրում։ Նախկինում ոնց էին լրատվական ոլորտից եք եղել։ Առաջ ես ամեն օր լսում էի, որ մի հատ ծառ կտրվելու համար 12 կազմակերպություն բողոքի ցույց էր անում։ Այո։ Մի հատ շենքի պատուհան փոխելու համար 12 կազմակերպություն բողոքի ցույց էր անում։ Մի հատ պաշտոնյայի հարևանու, ընկերու, աղջիկը մի հատ մեկ անձից գնում կատարելու գործարք լիներ, առօրյան գիշեր կոռուպցիայի դեմ պայքարող տասնյակ կազմակերպություններ բողոքի ցույց են անում։ Ու չկան որևէ մեկը։ Ես դեռ հիշում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ էր երկիր մեդիայում է աշխատում, մեկ անձից գնումների ծավալը ահռելի էր դարձել, թեմա են կընտրել, այդ թեմայով նյութ անել։ Լրագրողը զանգում է կոռուպցիայի դեմ պայքարով տասնյակ տարի Հայաստանում միլիոններ աշխատած մի կազմակերպության, ներկայացում որ առօրյան գիշեր բոլոր ալիքներով, բոլոր կայքերում, ասուլիսներ, մամուլի ակումբներ, ասում է մեկ անձից գնումի հետ կապած հարցազրույց եմ ուզում։ Հիմա գիտեք, մեր մոտ այդ ծրագիրը ավարտվել է։ Այսինքն երբ որ ծրագիրը կա, կխոսան, երբ որ ծրագիրը չկա, չեն խոսելու։ Եվ դրա համար էլ այդ ցինիկությունը սահման չի ճանաչում։ Նայեք, այն բոլոր կազմակերպությունները որ կան, այսօր վերապրոֆիլավորվել են եւ իրականում անձեն աչքով հիմա նկատելի է, որ եվրոպական դոնոր կառույցները տոտալ արշավանք են սկսել Հայաստանում։ Ընդ որում, երբ որ նայում ես այդ կազմակերպությունների հետաքրքրությունները, որոնք որ Հայաստանում են կամ հիմա արդեն մեծ արշավի մեջ են, բոլորի նախկին հասցեն Մոլդովան է։ Մոլդովայից հեզասահ տեղափոխվում են Հայաստան, որը հիմա որ ասում են ինքնիշխանություն չի սրանց համար, թե ով ազդեցություն ունի Հայաստանում, այլ որ ինքը Բրյուսելից է, Բրյուսելին ժպիտ է, դեռ ավելի, եթե նույնիսկ Անկարայից է, Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է, ոչ միայն ժպիտով, այլ նաև հատուկ պետք է շնորհակալություն հայտնել Հական Ֆիդանին, որ ինքը խոսել է Հայաստանի ընտրությունների արդյունքների մասին ու նշել, թե ով է իր սրտի թեկնածուն եւ որ քաղաքականությունն է, որ Թուրքիայի համար ձեռնտու կլինի, որ Հայաստանում շարունակվի։ Պարոն Մանուկյան, վերադառնանք ծրարների հարցին։ Ինքը խոսեց այդ օլիգարխների քացով բացելու, այդպիսի դրվագ դուք հիշում եք, այդ որ օլիգարխնա փող տվող, այսպես ասած, քացով դռները բացել, որովհետև ծրարով փող ատվել պաշտոնյաներին։ Ես չգիտեմ ինքը ումից է տեղյակ։ Երևի ժամանակին, որ իրան ծրարով հոդված չգրելու կամ գրելու համար պաշտոնյաները ծրարով փող էին տալիս։ Դա նկատի ունի։ Ինչպես։ Դա նկատի ունի։ Ով է իրանց դռներն են։ Երևի այդ պաշտոնյաները այնքան է ջերմացը առուտ տարի մեջ, որ երբեմն պաշտոնյաները գլուխները դրել են Նիկոլի Դոշին ու լացել է, որ գիտես օլիգարխները մեզ ճնշում են։ Այդ ո՞ր մի օլիգարխից է խոսում։ Օլիգարխներից փող ստացողը, մեքենա ստացողը, դուք հայտնի Նիվայի դեպքը ոնց որ մատնանշեցիք։ Մի առիթով ազգային ժողովում ես իրեն հիշեցրել եմ շատ հայտնի պատմություն։
երբ որ հարկայինի պետերից մեկը հենց հայկական ժամանակի լրագրողին ասում է ով է Հայաստանում, ով է հարկայինի պետ, ասում են դու, չէ լուրջ եմ ասում, ասում են դու, ասում որ ես եմ հարկայինի պետ, բա Նիկոլը ո՞նց է վրես նալոգ դրել։ Եվ իրականում այդ շատ հայտնի է, դրա համար ես ազգային ժողովում ստիպված կոչ արեցի բոլոր նախկին պաշտոնյաներին, որոնք ծրարով հոդված չգրելու կամ գրելու համար հատիկ եկել է Նիկոլ Փաշինյանի մոտ, հիմա ձենները ծպտուն չեն ան։ Ու այսօր այդ բոլոր նախկին պաշտոնյաների տեղը Թալանչիա Քրիստինե Վարդանյանը, Թալանչիա Աննա Գրիգորյանը, Թալանչիա Գեգամ Մանուկյանը, Թալանչիա Արտիկ Մինասյանը, Թալանչիա Արգիշտի Գևորգյանը, Միրզոևան մեր ու ամբողջ մեր խմբակցությունը էլ է, գիտեք, մեկ տամարտի է, մեկ ցավալի է, մեկ ինքներս մեզ, ասում ենք լավ էլի, այսինքն այսօրվա այդ օրվա նախկին պաշտոնյաները այսօր էլի վայել են, ընտրություններին շատ հաճախ ԿՊ-ի համար ձեն ապահովեն, վերջում ազգային ժողովում նստած, կյանքում պետական պաշտոն չունեցած Քրիստինե Վարդանյանը, հələ ինչ չեմ ասում, Արգիշտի Գևորգյանը, պատերազմների մասնակից դառնան Թալանչի։ Այդ նայեք, իրականում ամենամեկ օրինակ վարորդը շատ հաճախ իր ինչ որ բանի օրինակ բերելու իր մեքենայից է օրինակ բերում։ Բժիշկը բժշկական առօրյայի։ Իրա մոտ այդ ծրարով փողը այնքան տարածված է, ամենասիրած սրտի բանն է։ Հա, տեսեք, իմիջիայլոց Թալանացը, որ ասում է այդպես բաժանել են, ենթադրենք Թալանացը ժողովրդին չէր վերադարձնելու, քյաբաբար, կոպեկար կոպեկ։ Ես քանի որ լրագրության ոլորտից եմ եկել, ինձ միշտ փաստ է հետաքրքրում։ Մի հատ Թալանի օրինակ ասեմ, որ իրանից եմ ասել։ Ազգային ժողովի, ինչ որ ես ասում, ազգային ժողովի անվերից եմ ասում։ Դե վկայակոչում են ապօրինի ծագման այդ Հիմա ես դες օրինակ օրենքով անցնող բոլոր բաները։ Ես դες օրինակ ասեմ, 2.5 միլիարդ դրամ 23 թվականի դեկտեմբերին կառավարությունը փող է տվել ֆուտբոլի ֆեդերացիայի։ Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկում հիմա բոլոր նախկին ներկա պաշտոնյաներն են, այնքան ասին նախկին ներկեսորդ, որոնք էլի վայելում են ֆուտբոլի ակադեմիայի, սաունան էլ ամեն ինչ։ Հա, որը 9-0 կրվեն։ 2.5 միլիարդ փող են տվել ֆուտբոլի ֆեդերացիային, ֆուտբոլը զարգացնելու համար, 4-ը ֆուտբոլային դպրոց ակադեմիա սարքելու համար։ Մեկը Մարտունին է։ 23 թվականի դեկտեմբերին թղթի մեջ գրել է, որ Մարտունու մարզադաշտը հետ է գնվել արդեն, ավականու որոշմամբ հետ է վերցվել, 23 թվին են գրել, հետ է վերցվել եւ այդ մարզադաշտում պետք է վերանորոգման աշխատանքներ լինեն։ Աստում գալիս են 25 թիվ, հարցում եմ ուղարկում, ասում եմ ախպեր է 2.5 միլիարդ դրամը ֆուտբոլի ֆեդերացիային փող եք տվել։ Ուրա, ինչ եղավ, այդ մարզադաշտերը չկա։ Ինձ կրթության նախարարությունը պատասխանում է, որ Մարտունու ֆուտբոլի այդ դաշտի ետ բերելու շուրջ բանակցություններ են ընթանում։ Մեկ էլ, բայց 23 թվին ասել է, որ դա արդեն հավականին վերցրել է։ Մեկ էլ այդ օրերին Նիկոլ Փաշինյանը ստատուս է գրում, որ ֆուտբոլի դաշտը վերադարձվեց համայնքին։ Մեկ էլ պարզվում է, որ դա համայնքին է շատ վաղուց։ Ու այդ անօրինական գույք որ բերում է գյուղացին օրինակ շատ լավ հասկանում է, օրինակ մի հեկտարը չնչին բան է, մետր քառակուսիներով են գրում, որ ասենք այդ հեկտարը չլինի, ինչ թիվ է։ Այսինչ միլիոններ են հետ բերել, հա, բայց չեն հետ բերել էին խոստումը, որ դա պիտի վերադարձվեր ժողովրդին, ոչ թե սեփական գրպանները մտներ։ Ու բացի այդ մաթեմատիկա այստեղ չկա իրենց ասացի մեջ, որ Փաշինյանն ասում է 0.0001%-ն ենք պարգևավճար բաժանել, Մեսրոպ Առաքելյանը այսպես հաշվել էր ու ասում էր դա մեր 96,000 ասենք տարվա բաննի թվերի հետ։ Որովհետև 18-ի այսօրվա Նիկոլի մեջ ի՞նչն է էական տարբերություն։ Ինչ 18-ին խոստացել է 26-ին չի արել, 18-ին խոստացել է արագաչափերը հանել, հիմա շատ ավելի բարձր մակարդակի արագաչափեր են բերելու։ Էլի առելի փող ծախսելով, արհեստական բանականություն, բան արագաչափեր, որպեսզի Երևան-Գյումրի, Երևանից Գյումրի հասած մեքենան այնքան
հստակ չափի, որ ասի, չէ ախպեր, այսքան ժամում դու չէիր կարող հասնել, ուրեմն միտեղ արագությունը բարձրացրել է։ Տուգանքի մատերիալը Տեսախցիկները, որ պետքա հանեն, հիմա տեսախցիկները դարձնում են արդեն օրենքի ուժով բոլորն են պարտավոր։ Գյուղ վարկեր, որ բան էին անում, էդի մնաց այդպես ջրելը։ Հիմա այս ժամանակ մարդիկ ի վերջո քվեարկելով Նիկոլ Փաշինյանի հետևից գնալով ինչ այսօ հարուստների դեռիտ այդ փողը հավաքելու են, բաժանեն մեզ, բայց այստեղ էլ խապվեցին, որտեղ հարուստների դեռից փողը ինչքան էլ հավաքել է, վերջում բաժանել են իրար մեջ։ Պարոն Մանուկյան, ինքը ասաց ազգային ժողովի ամբիոնից, որ սա լավ առիթ է, որ խոսեք, որ Քոչարյանը ձեզ ծրարով փող է տալիս։ Դուք Ռոբերտ Քոչարյանից առանձին ես աշխատավարձից բացի, որ պետբյուջեից ստանում եք, դուք ինչ որ փող ստանում եք։ Я ասեցի, без отчетника։ Ասեմ ծրարն է, չէ, Աննան Գրիգորյան դրանից ջղայնացավ իրական։ Այդքան շարը անում, այսինքն։ Բանը ասում, каждый думает по мере своей испорченности։ Ես ծրարով փող հարսանեկից հիշում եմ, բայց այս ժամանակ դեռ 98 թիվն էր մոդա չէր ծրարներով, ինչ որ ուրի ձև էին տալիս էլ հարսանեկի նվերը։ Այդ ժամանակ եք ստացել։ Մտածում էի փչացածության աստիճանով, թող էթա իր ծրարների մեջ խեղդվի։ Եվ կուզանամ խոսենք Միքայել Մինասյանը, քանի որ անդրադարձել է նաև այս ծրարների պատմությանը, ազգային ժողովում դուք իր անունը տվեցիք, հիշեցնելով, որ հայփոստի հետ կապված տպաքանակ է առել ՀԺ-ի եւ այլն, եւ ահա Միքայել Մինասյանը գրառում է արել եւ անդրադարձել է այս հարցին, քիչ քննադատելով եւ մեղադրանքներ հնչեցնելով քոչարյանականների հասցեին, ասել որ մատի փաթաթան դարձրեցին դավադրության տեսություններ հորինելով այդ իր փոխտալը ընդհուպ մեղադրելով թե թերթի քանակի մի մասը առնելով ես եմ ֆինանսավորել հեղափոխությունը, իսկ մեղադրողները նրանք են, ովքեր Նիկոլի կողքին կանգնած հետույքները պատրելով փողոց էին փակում։ Ինքը անդրադարձել է նաև 21 թվականին ձեր թիմի կարգախոսներին, կրելու են խոստումներին եւ այլն, ասում է, որ դրանով լեգիտիմացվեց եւ վերարտադրվեց Նիկոլն ու նիկոլիզմը, որը վերջնականապես փակեց Ղարաբաղի հարցը։ Հիմա այն ինչ որ հասցեական է ձեզ այս հատվածն է, որ ըստ էության ասում է, որ խորհրդարանում այլևս չեք խոսում Արցախից, գերիներից, ասում է, որ անլրջացնում եք, իրենց օրակարգի մեջ եք մտնում եւ այլն, այս մասով կխնդրեմ ձեր բարձաբանումը։ Նայեք, Միքայելը քանի որ շատ բարդ է գրում, հետո որն էր քեզ ուղղված, որը քեզ ուղղված չէր, մի հարցում համաձայն եմ, որ արդեն ասեցի, որ նախին պաշտոնյան էր, ով ֆինանսավորել հայկական ժամանակին Նիկոլ Փաշինյանին, պետքա քաջություն ունենա ու ասի։ Հետևեն իր օրինակին։ Այդ առումով Միքայելի անունը իրականում այդ օրը հնչեցվել է Աննայի Գրիգորյան, ես շարունակեցի, հնչեցվել է որպես այն փաստը, որ Միքայել Մինասյանը Հայաստանի քաղաքացուն քաջություն ունեցավ բացի մի անձնական, որտեղ իրոք ներընտանեկան, նաև գաղտնիք է, նույնիսկ այդ առումով այդ դժվար էր այդ անցնելը, որպեսզի հայ մարդը հասկանա, թե ով է Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը դա էր, դավադրության տեսություն չկար, որ Միքայել Մինասյանը ֆինանսավորել է, այդ դեպքում բոլոր նախկին պաշտոնյաները, ովքեր Նիկոլին փող են տվել, ուրեմն ֆինանսավորել են, չէ, կատարյալ շանտաժիստի հետ շատ դժվար է ուրիշ ձև գործ ունենալ։ Իհարկե այդ ժամանակ էլ իշխանությունը կարող էր շատ ավելի ուրիշ ձև վարվել եւ չթողեր որպեսզի այդ պաշտոնյաները իրար հերթ տալով կաշառք տային որևէ թերթի եւ ապահովեին մենակ իրան չքննադատել, արդյունքում ամբողջ իշխանությունը դառնում էր հարվածի թիրախ, այսինքն իրենք մեկ ամբողջ թիմ իրանց չէին նայում եւ նաեւ դրա հետևանքներից մեկն էր, որ հանրային ընկալման մեջ նույն կոռուպցիան հանրային ընկալումը 2-3 անգամ ավելի շատ էր, քան իրական կոռուպցիա։ Այսինքն պատկերացրեք ներկայացվածով միջազգային նույնիսկ կառույցների հաշվարկով կոռուպցիան Այո, զեկույցներ են հրապարակել, որ ընկալումը նույն արդարադատության վերաբերյալ է նաև կոռուպցիայի իրականության մեջ եթե 10% է եղել կոռուպցիա, հանրային ընկալման մեջ այդ 35-40% է եղել, այսինքն այդ դրա ամենաընդհանրացված անունը Սաշիկի 50%, ասածն է, որ այդպես էլ պարզվեց, որ Սաշիկի 50% չկա, բայց օրինակ Միքայել հիմնադրամի որոշակի միլիոնների նամակները կան, որը չեն թաքցնում։
Այս ցինիզմի արտահայտություններից մեկն է։ Իսկ Արցախի եւ գերիների լավ էլի չխոսամ էլի այդ հարցը։ Ես անձնապես չխոսեմ էլի։ Հա, ճիշտ է։ Իսկ որ կրելու ենք ասել եք, լեգիտիմացրել եք Հա, Նիկոլը, նիկոլիզմը։ ամեն ինչ արել ենք որ կրենք։ Ամեն ինչ արել ենք որ կրենք։ Երկու ճանապարհ կար։ Գլուխներս ամեն մեկս կողեր մի հատ ավազի մեջ կամ ոնց որ շատ պաշտոնյաներ եղան, ձենները կդրեին, ամեն մեկ իր տան մեջ հույս ունենար որ արի ակտիվ չլնեմ, իմ մասին մոռացած կլնեն, վաղը դատախազությունը հարկային է, ԱԱԾ-ն բան, հետևիցս չեն գա, կամ երկրորդ ճանապարհը ճակատի գնալ կռիվ տալ։ Իմանալ որ կբռնվես, իմանալ որ տղատ կբռնվի, իմանալ որ հետևիցդ կգան, իմանալ որ առօրվան գիշեր քրեական գործ կհարուցեն։ Դա վերաբերում է եւ Ռոբերտ Քոչարյանին, եւ վերաբերում է ինձ, վերաբերում է իշխանին, Սաղաթելյան մեր բոլոր ընկերներին, որ այս ամբողջ ընթացքում ոչ Հայաստանի, նույն Ռոբերտ Քոչարյանի դեպքում, չէ որ հասկանում եմ որ վերադարձը անկանխատեսելի զարգացում է, որտեղ ինքը տեսակով էր դա։ Հենց դրա համար է, վերադարձի համար է մեղադրում։ Ինքը ասում է դրանով ձևավորվեց երկու թև, այսպես ասած, նիկոլականների եւ քոչարյանականների եւ հանրությունը ապաքաղաքականացած, որովհետեւ վատի եւ վատագույնի մեջ պիտի։ Թող երրորդ նախ վատ չեք։ Մենք վատ չենք։ Թող երրորդ թևը լիներ, արգելել էինք որևէ մեկին մասնակցել, հիմա էլ այս ընտրությունների նախօրյակին շատ հաճախ մենք կրկնում ենք ընդդիմության մեջ պետք է ձևավորվեն խոշոր 2-3 դաշինք եւ ընտրողը հնարավորություն ստանա ընդդիմության մեջ ընտրություն կատարի, որպեսզի գա անկետ լինի այս իշխանությունը։ Քանի որ առիթ նայեք այդ բախենալու բանի, որտեւ ես եմ համեստության հարց չկա։ Մեր իշխանը Սաղաթելյան դրա լավագույն օրինակներից մեկն է։ Իր քաղաքական պայքարի մեջ ամենա ստոր միջոցներն են որ կիրառել են իշխան եւ կիրառում են իշխան Սաղաթելյանի դեմ։ Ոչ միայն անձնապես իր դեմ, իր ամբողջ հարազատության դեմ։ Ամբողջ հարազատության դեմ, բայց որևէ վարքյան այդ ամեն ինչ մեջ ես մազաչափ անգամ չեմ տեսել իշխան Սաղաթելյանին կրկնում։ Հա, բայց քաղաքական դաշտ մտնելով, այսինքն ակնհայտ էր, որ եւ կլինեն բռնաճնշումներ, եւ բանտեր կլինեն, եւ այսինքն քաղաքական գործիչը մտնելով այս դաշտ պիտի պատրաստ լինի դրան, հոգեբանորեն, ֆիզիկապես եւ այլն, դե Պալեն Սիմոնյանը հաշվել էր հոբելյանական քանի 100-րդ օրն էր, որ բացակայություն էր գրանցել իշխան Սաղաթելյան։ Գիտեք, իշխանը շարքային պատգամավոր չի, որ շատ բացակայել է այլ պատճառ լինի։ Այսինքն, այս բաղվածությունն այն առաքելությունը որ ինքը ունի, 100 չի, 150 էլ կարող է բացակայել։ Այդ հարցու պատասխանին վերջին դուք հարցադրում հնչեցրեցիք իրավամբ տեղին ԱԱԾ-ի ներգրավվածության վերաբերյալ եկեղեցու եւ տարբեր հարցերում ասացիք, որ չուլ են սարքում ԱԱԾ-ն, փալաս են սարքում եւ այլն, ու ի՞նչ է պատասխանում Փաշինյանը։ Ձեզ ասում է թռնեք վերև, իջնեք ցած, ասում է մենք երկրի այդ անվտանգային հարցերը, մեզ պաշտպանելու հարցերը պիտի լուծենք, որովհետեւ ու խոսում է որ KGB-ի գործակալ ուզում է փոխկապավոր լինեն, ուզում է վեղարի տակ թաքնված լինեն, անվտանգային հարցերի տակ է դա մտցնում։ Ինչ կասեք այս մասին։ Երեք աշխատանքային քննարկում ունենք ԱԱԾ բարձրաշան պաշտոնյաներից մեկն էր եկել հանդաժողով, բակ քննարկում էր աշխատանքային։ Ասում լսեք, ես երբեք KGB-ի ԱԱԾ-ի աշխատող չեմ եղել, բայց քանի որ 2.5 տարի ԱԱԾ պատվալում եմ նստել, իմ սիրտը ցավում է, որ որպես պաշտպանության հանդաժողովի անդամ եմ սիրտը ցավում, որտեղ որպես պատգամավոր պաշտպանության եւ անվտանգության մշտական հանդաժողովի անդամ, որը բյուջեին է քվեարկում, քննարկում ԱԱԾ-ին տրվելիք բյուջեն, ԱԱԾ գործունեության կատարողականը դու հասկանում ես, որ այդ քաղաքական ճղճիմ խաղերի մեջ որքան են հեղինակազրկել ազգային անվտանգության ինչ որ սատանաներ բռնելու էր ուղարկում, ծաղկավոր բանտիկ կապելու էր ուղարկում, այդ ժամանակ էլ չէր ԱԱԾ հարցաքննության մի գրառմանս հետ կապված նախկին քննչականի պետն է, հիմա այնտեղ չի, ասես դուք հեղինակազրկում եք ԱԱԾ-ն, ասի լսի, ասի հեղինակության մասին մտածողը ինքներդ սատանաներ բռնելու հանձնարարությունը չպետք է հլնազար ընդուներ ու փորձեր սատանաներ մանգալ ու լուրջել դեմքով շարունակում եք, չէ՞ սատանաներ մանգալ, այո պարոն մեծագող պարոն վարչապետ, սատանա ման ենք գալի։ Դրանից հետո ինչ հեղինակություն։
մի լավատես ընկեր Ճիշտ ունեմ, եք։ այս Լավ է Եզրասրբազանի մեջբերեցիք։ հետ կապված այդ սրիկա Թուղթը, կեղծիքը հա։ որ կա, որ շատ մանրամասն ներկայացրել եմ Այո։ կեղծիք լինելը, մի լավատես ընկեր ունեմ, նայել էր այդ տեսանյութը, զանգել ասում է, եղամ ասում, բայց արդար չէ, ասում եմ ինչի, ասում է ես համոզմունք ունեմ, որ այդ կեղծ փաստաթուղթը այնքան ակնառու կեղծիքով են արել ԱԱԾ-ում, Որ ջոգեն, որ մենք որ չենք։ մարդկանց ասեն ժողովուրդ ջան, Հա, սա ճիշտ է։ կեղծիք է։ Ասում, Հա, ես չէ, էլ եմ ասում, նման կարծիքներ ասում, լսել, որ ռոմանտիկ ԱԱԾ-ն, լավատես ես, քանի որ հրահանգ է ստացել, ստիպված այդպիսի թուղթը հենց այդ տեսքով ա տվել, որ մարդիկ հասկանան, որ ինքը դրա հետ կապ չունի։ դուք զգում եք, որ այս մեր զրույցից հետո ԱԱԾ-ում կարող է պաշտոնից մեկին հանեն։ Չգիտեմ, եկեղեցու Եկեք, լավ, դրա առաջի առիթնա պատմեմ։ ԱԱԾ-ում տարիներ առաջ է դաշնակցության այդ հայտնի հետապնդումների ժամանակ դրոյի դատավարությունն է, քանի որ փլուզվել է մեղադրանքը քաղաքական դաշնակցության եւ դաշնակցության հետո բյուրոյի ներկայացրած Մարգարյանի դեմ, մեկ էլ ԱԱԾ-ի գրություն եկավ, թե մեկի օրագիրն են գտել 1990-ից մինչև 94 թվականի գրառումներով տարբեր գույնի գրիչներ, բան։ Հիմա դες հապացուցում եմ, որ ասում եմ, այս մարդը միշտ նույն գույնի գրիչով է գրել, հիմա ասում ենք բերեք էդի դատարան, բերեք դատարան, մեկ էլ չեմ բերում դատարան, այդպես չբերեցին այդ օրագիրը դատարան։ Այսինքն օրագիրը, որի մեջ իբր 90-ից մինչև 94 թվերը գրառումներ են արվել, որով դաշնակցության դեմ մեղադրանք կարող են առաջադրել։ Անցան տարիներ, այդ քննիչների մեծ մասը արդեն թոշակառու էր, ես արդեն տարիքն առած մի օր պարզում եմ, որ կեղծ օրագիր են սարքել, որի մեջ գրել են 90 թվին, էս ա եղել 91-ին, էս 92-94, վերջի պահին, որ տարել են օրագիրը հաստատման, շատ բարձրաստիճան ԱԱԾ-ականի մոտ, հիմա հանգուցյալը, այսի որ թերթել է, մեկ էլ հայելա շպրտել է գեդին։ Պարզում է ինչ, քանի որ օրագիր պետք է կեղծեին, առել են օրագիր տպագրված 94 թվին եւ 94 թվի տպագրված օրագրի մեջ 90 թվից սկսել են կեղծիքել։ Բայց իրականում այն ինչ որ առնում է այս քաղաքական իշխանությունը ԱԱԾ-ի հետ, դա հանցագործություն է։ Եվ ձեզ պետք է անկեղծ ասեմ, իշխանության մեջ էլ կան մտահոգ մարդիկ այդ առումով, որոնք քաջ գիտակցում են, որ ԱԱԾ-ի դերը, ինստիտուտների դերը ոչ մի բան իրանք չեն լուծելու, բայց ներքին անվտանգային համակարգը իրանք լուրջ հարվածի տակ են դնել։ Ամենամեծ խնդիրը, որովհետև այսուհետև մեր երկրի ազգային անվտանգության ծառայության հետ որևէ մեկը չի համարձակվի համագործակցել, որովհետև այդ խելագարության տեսությամբ կարող է մտածի, լավ, վաղը գեղամը Աստված մի արած, չի լինի, բայց ամեն դեպքում իմ անունով X մարդը դառնա ԱԱԾ պետ, շեֆը ասի, գիտես, Գեղամ Մանուկյանի վրա էսի պետք է անես, ինքը անելու է դրա համար, որևէ մեկը չի համարձակվելու այլևս մեր երկրի անվտանգության համակարգի հետ համագործակցել։ Տեսեք, պարոն Մանուկյան, երբ որ ամեն անգամ, երբ որ ՀՅԴ-ի ներկայացուցիչները խոսում են ազգային շահից, պետական շահից եւ այլն, ձեզ անմիջապես արձագանքում են, գիտեք, հայտնի ֆիգուրը ԿՊ-ից ով է ձեզ ավելի շատ սիրում, այսպես Չակերտավոր Ռուբինյանը վերակենում 004։ Հա, չէ, 004-ն էլ ասում է, ով դուք Հայաստանի ազգային շահից չխոսաք, դուք խոսացեք Թալյաթից, Սուլթանից, Էնվերից խոսացեք, հիշեցնում եմ, որ 18-ին դուք Սուլթանի մոտ ՀՅԴ-ի պատվիրակությունը ընդունելության է արժանացել, միակ ուժն է, որը երիտ թուրքերի հետ կոալիցիայում բանի մեջ ա եղել, համագործակցության մեջ ա եղել, 18 այնպես որ ասում են, դուք Հայաստանի անկախությունից, ազգային շահից, պետականությունից խոսելու իրավունք չունեք։ Այս սլաքները, որ մշտապես ուղղվում են ՀՅԴ-ի կողմը, ինչ ունեք սրա հետ կապված ասելու։ Իրանք զարմանում են, որ իմ մազերը սպիտակա չի, կարծում են երիտասարդ եմ, բայց իրականում իմ ու իմ կուսակցության անդամների մազերը սպիտակել են հակադաշնակցական ընդհանրապես մի քանի թեզերի դեմ խոսելու։ Տեսեք, հակադաշնակցականությունը մոտավորապես 135 տարվա պատմություն ունի։ Եվ այս հակադաշնակցական ինչքան որ մենք կանք, եւ այս հակադաշնակցականությունը ունի մի հատ շատ կլիշե ինչ որ ձևակերպն է, մի հատ տրցակ է, որ տարբեր վարչակազմեր, տարբեր երկրներ, դաշնակցության դեմ արշավի մեջ
օգտագործում է դրանց բաները թեզերից մեկը, օրինակ, եթե սովետական միությունն է դաշնակցության դեմ պետք է խոսի, ուրեմն հիշել է երիտթուրքերի հետ համագործակցությունը այդ դարակից է հանել։ Օրինակ, սովետական միության փլուզումից հետո անկախ Հայաստան 2003 այս ժամանակ պաշտպանության նախարարի խորհրդական, որը հիմա հանգուցյալը թեև մեծ վաստակ ունի, դարբես ազգայինի տարածման, բայց ինքը հակադաշնակցական էր։ Դաշնակցությանը մեղադրելու համար ասում է դուք բրիտանական ու ամերիկյան գաղտնի ծառայությունների հետ եք համագործակցում։ Հիմա 90-ականներին արդեն սեփական հայրենիքը Ռուսաստանին դավաճանած Ամերիկա փախած KGB-ի նախկին գեներալը դաշնակցությանը մեղադրելու համար ասում KGB-ի հետ է համագործակցել, կամ կողմնորոշվեք, մենք ամերիկացիների հետ ենք համագործակցել, անգլիացիների, KGB-ի, երիտուրքերի վերջը մեղադրեք։ Բոլորի։ Իրականում գիտեք ինչի են բոլորն էլ մեղադրում եւ բոլորի համար էլ ինչ-որ հիմք է։ Կշիռ ունեցող մարդու եւ հատկապես դաշնակցության դեպքում կազմակերպության դեպքում որ այդպիսի բան կա։ Բոլոր կողմերից բաներն կարող է մի Ռուբեն Ռուբինյանի մի հատ ուրիշ փաստամ երբեմն օգտագործի, որ մենք համագործակցել ենք Ֆրանսիայի գաղտնի սպասարկությունների հետ։ Էդ էլ թող ասեն։ Ուրեմն Այսպես նայեք, ամբիոնից ձեզ միշտ ներկայացնում եմ, որ ցենց չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցաբոլշևիկյան դաշինքը, որ այս թեզերն են, էլի ավելի շատ։ Գիտեք, այդ հաղորդումը չի բավականացնի թեզերին։ Հիմա ինչի ֆրանսիական գաղտնի ծառայությունները համագործակցել են դաշնակցության հետ։ Թուրք հայտնի լրագրող կա, խորհրդարանի падգամավորը Օժյան, որ ժամանակի նաև Էրդողանի ժամանակ այդ Էրգեն Էկոնոբանով բանտել նստել, հրատարակել է մի մեծ կոթողային գործ Թուրքիայի գաղտնի սպասարկությունների գաղտնի պատմությունը։ Գալիս է երիտթուրքերի մինչև մեր օրեր, որը մի քանի հրատարակություն է ունեցել Թուրքիայում, բեսթսելեր է։ Այդտեղ կա մի թղթածրար, շատ ժամանակ չխլեմ, որը ժամանակին քննություն է Թուրքիայում իրականացվել եւ ներկայացվել է ժամանակվա վարչապետ Մեսուդ Յիլմազին։ Դա սուսուլուկ հայտնի դեպքն է ու այդ թղթածրարում կա մի բաժին կոչվում է թուրքական գաղտնի ծառայության եւ Եվրոպայում թուրքական մաֆիայի համագործակցությունը եւ դրա մեջ ենթաբաժին թուրքական գաղտնի ծառայությունները եւ թուրքական մաֆիան ընդդեմ հայության բաժին եւ կա մի ցանկ այս հուշարձանը պայթեցվել է Մարսելում, այս հուշարձանը եւ այդտեղ կա դաշնակցության այդ ժամանակվա բյուրոյի անդամ Հանրի Փափազյանի մեքենայի տակ ռումբի տեղադրում։ Հանրի Փափազյանը այսօրվա Մուրադ Փափազյանի հայրն է եւ իրականում աշխատել են, իրականում մահափորձ է պատրաստվել, ուղղակի ֆրանսիական գաղտնի սպասարկությունները Հանրի Փափազյանին զգուշացրել են, որ այդպիսի տվյալներ ունեն եւ կանխարգելել են այդ ահաբեկչություն։ Այսինքն միանգամից կանխում եք դուք Ռուբինյանի հաջորդ ելույթը։ Ես էլ թող Ռուբինյանը բանանի, էլի։ Այսինքն ինչ որ բերում է երիտթուրքերին, գիտեք, ամեն ինչը ժամանակի տարածության մեջ է։ Օսմանյան կայսրությունը Սուլթան Աբդուլ Համիդի գաղանկեցության հարց կար։ Եվ այդ ժամանակ բոլոր ապստամբ ժողովուրդները, բոլորի հետ թվում բուլղարները, այդ մակեդոնացիները, բոլորը համագործակցել են կայսրությունը փլուզելու։ Հիմա նույն ձևի, որ մեղադրում են, այս տարիների հերվից 88-ի սերունդը ինձ լավ կհասկանա, որ Կասկադում օրինակ մայիսի 19-ի միտինգին մենք գոռում էինք Լենին պարչը Գորբաչով ու որպես դրա հակառակ կողմ Ստալին բերա Լիգաչով։ Հիմա դուք Լենինի Գորբաչովի հետ եք համագործակցել հայ ժողովուրդ ընդհանրապես, որտեղ այդ օրը այսինքն հաշվի առնելով ձեր անցած ճանապարհը, ձեր պատմություն, լիքը բաներում հնարավոր է այսպես գտնեն բաներ, տողեր ու փորձեն մեղադրել, բայց պիտի հասկանան դրա տակ ինչ պատմական անցքեր են եղել, որովհետև մի քանի հակադաշնակ, օրինակ սովետի ժամանակ հիշում եմ Նալբանդյան անունով KGB-ում մի հատ գնդապետ կար, որը դաշնակցության դեմ գրքեր էր տպում։ Այդպես ժամանակին հիմա էլ այդ շրջանակները ունեն back office, որը ասած մի փաստ է, որտեղ նայում ես այս падգամավորը, որ սկսում է եկել 1970 քանի թվի դաշնակցության ազդակ շաբաթօրյակ թերթում այսինչ էջում այսինչ տողնա գրվել, վստահ ես, որ ինքը օրենքի նախագծերը չկարդում, որ գնա հանրային գրադարան ազդակ շաբաթօրյակը բացի կարդա։
նշանակում է մի հատ back office-ա, որ օրինակ թղթադրողները դաշնակցության դեմ տալիս են դաշնակցության դեմ մի ամբողջ փաթեթ։ Մի առիթով Արամ Աբրամյանի հյուրն եմ եղել Ամեկ+-ում 98 թվականին PS, ինչ լավ ժամանակներ էին, հպարտ էինք ապրում։ PS հաղորդմանը մեկը հեռուստատորները հարցեր ունեին, ասեց դուք կարդացել եք Քաջազնունու դաշնակցությունը այլևս անելիք չունի գիրքը։ Ու անկեղծ ասեցի այո։ Ասեցի երբ եմ կարդացել 87 թվական սովետ Մերուժան Տեր-Գուլանյանի աղջիկը Շահանեն իմ կուրսեցիներ, Մերուժանը շատ փայլուն գրադարան ուներ, չթույլատրված գրականությամբ, դաշնակցական գրականությամբ, եւ այսպես Շահանեն Գախտագողի պապայի գրքերից հերթով բերում էր։ Եվ այդ ժամանակ եմ կարդացել 87 թվական դաշնակցություն այլևս անելիք չունի գիրքը, այդ գիրքը կարդալուց հետո ես երազացի, որ ընդունեմ դաշնակցության շարքերը։ Դա հակադաշնակցական գիրք։ Հա, բայց մեջբերումներ նաև այդ գրքից էր անում Ռուբինյանը ազգային ժողովի ամբիոնից դրա մասին էլ է խոսել։ Պարզ է, բանակի հետ կապված պարոն Մանուկյան, ես կուզենամ այս մասով էլ անդրադառնանք, տեսեք Պապիկյան իր վերջին ասուլիսում ուշագրավ հայտարարություն արեց, ուրեմն ասում է ՊՆ-ում աշխատանքից հեռացրել են բոլոր այն ծնողներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են եւ բանակում չեն ծառայել, որովհետեւ կասկածի ворթը այսպես ճնշում էր եւ կեղեքում էր ինձ, ու դիմեց լրագրողներին, ասում խնդրում ես սա համարում եմ ազգային անվտանգության խնդիր, ազգային անվտանգության հարց, եթե նման տենց տվյալներ ունեք, որ համակարգի աշխատողներ այսպես իրենց զավակներին տարբեր զարտուղի ճանապարհներով ազատեն, մեզ անպայման ինֆորմացիա տվեք, բան արեք, այնտեղ Խաչատուր Սուքիասյանն էլ հայտարարում է, ասում է պետական պաշտոնյա չպիտի լինեն ծառայածները եւ այլն։ Հիմա այս ֆոնի վրա հարց չի առաջանում, Պապիկյանը խի չգիտի, որ իրենց 7 տղամարդ նախարարներից 5-ը բանակում չեն ծառայել, ինքը չգիտի, որ Արայք Հարությունյանը չի ծառայել, Կոնջորյանը չի ծառայել, վարչապետը չի ծառայել բանակում, ասենք Արադ Միրզոյանը չի ծառայել, լիքը մարդիկ բանը Մխիթարը Հայրապետյան եւ այլն, այսինքն սենց որ սենց դնեն մաղեն մարդ կմնա այնտեղ։ Նայեք, իրականում Պապիկյանի ասուլիսը շատ ավելի դխուր դրվագներ ուներ, քան այդ մեկը, բայց դե բանա ցավալի է որ պաշտպանության նախարարն էլ անգնում այդ պոպուլիզմի ամենաթաթր պոպուլիզմի մեջ էլի անկեղծ չի, որտեղ ամիսներ դեռ տարիներ առաջ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ինքը սկսելու է հրապարակել, լյուստրացիա անելու, սկսելու է հրապարակել այն պաշտոնյաների անունները, որոնց երեխեքը չեն ծառայել։ Այո։ Բայց չհրապարակեց։ Ես խորհուրդ կտամ սկսի ՔՊ-ից, խորհուրդ կտամ ՔՊ ամենամոտ մերձ շրջանակից սկսի, խորհուրդ կտամ օրինակ սկսի ՔՊ վարչության անդամներից։ Վարչության օրինակ անդամներից մեկը, որ այսօր այլ բարձր պաշտոնի է, հիմքերը չունեմ ինչի համար են ազատվել։ Որի երկու որդին բանակից ազատվել է։ Եթե Պապիկյան Սուրենն ուզում է, ես կարող եմ ես էլ անուն ազգանունը կասեմ։ Որի բնակած ամբողջ թաղը գիտի, որ իր երկու տղեկը չեն ծառայել։ Բայց գիտեք, պաշտպանության նախարարը այն պաշտոնն է, որը ոչ պետք է կանգնի այդ էժան բաների հետևից ու ասուլիսը դրան նվիրի։ Ոչ պետք է առօրվանից գիշեր շրջիկ կրկես պատարակի այդ թափառախմբին մաս կազմի, ոչ թե իր սպաներին հասցնի այդտեղ պարտադրանքով, որ գնդերեցների հետ բացատրական աշխատանք անեն, այն գնդերեցներ, որոնցից շատերը 44 օրյա պատերազմում մինչև վերջ եղել են զինվորի կողքի։ Այսինքն այդ ճանապարհն, այսինքն միայն ԱԱԾ-ն չի, փաստորեն ՊՆ-ի այդ օղակներով էլ են փորձում ճնշում գործադրել։ Եվ ինքը զբաղվել իր գործով, որ ոչ թե առատվանի գիշեր շոուի համար ինչ որ 3 հատ ֆորմա ցույց տան, բայց հավանեք ճաշակը, բա դիորնա լավ, թե էսիա լավ, այլ այսօր եմ հրապարակել, վերահրապարակել որպես հիշողություն, այլ 24 թվականի համար իր իսկ ղեկավարած նախարարության թիկունքի պետը հայտարարել էր, որ 24 թվականին հայոց բանակը ունենալու է նոր հանդերձանք։ Եկե ասել եք 26 թվական հələ թիթեռ ենք նկարում, այս ֆորմի գույնը հավանում եք, թե չէ, պարոն վարչապետ ջան, էսի լը փորձնականը տեսնենք էշ մի սատկի գարուն կգա, երբ այդ ֆորման
կներդրվի։ Մի հատ հրապարակում են աղմուկա բարձրանում, ասում են դե հələ հաստատված չի, հələ պատվերը արած չի, հələ քննարկում, այսինքն հələ այս պատմությունների մեջ են, Մի էլի։ տարի առաջ է, հիշում եմ Անդրանիկ Քոչարյանը, պարոն Մանուկյան, ուղղակի ուզում եմ ձեզ հատուկ ասել, որ ֆորմայի հարցը լուծվել է, ոնց որ տուն եմ տանել։ Իրականում ոչ մի բան չի լուծվել։ Այսինքն վստահեցնում եմ, որ ամերիկյան ընկերության հետ պայմանագիր հիմա տեսեք, բարձում է դա փորձնական նմուշներ են։ Հələ մի հատ փորձեն, մի հատ տեսնեն, նոր հետո բանան։ Իսկ ո՞րն էր Պապիկյանի ասուլիսի ամենացավալի դրվագը ձեր համար Մովսես Հակոբյանին ամոթանք տալը, զենքերի մասին հայտարարությունները։ Էլի, այսինքն տեսեք, լուրջ մարդու բանի հարց է, էլի, որտեվ այն հարցը, որ տվել էին իբր Մովսես Հակոբյանը իր մասին ասել է, այդպիսի բան Մովսես Հակոբյանը չէր ասել։ Դեռ ավելին, որքան էլ ցավալի է կամին, Մովսես Հակոբյանը առիթ անառիթ Սուրեն Պապիկյանին գովում է։ Ճիշտ կնի զանգել եմ Մովսես Հակոբյանին, չի ցանկացել։ Ինձ դեզինֆորմացիա էին տվել, դրա համար իզուր կպա, բայց այդ ուրիշ հարց է։ Իդեպ ես մեզ դիտողներին տեղեկացնեմ, որ Մովսես Հակոբյանին հրավիրել ենք մեր հաղորդման հյուր, բայց այս ընթացքում ինքը չի ցանկանում ուղղակի հարցազրույցներ տալ, թե չէ իր հետ կապված լիքը դատը վերջանը մի հատ հարցազրույցի արդյունքում հա, էլի, երևի դա է կաշկանդում։ Հա, պարզ է։ Ամենախնդրահարույց դրվագը Պապիկյանի ասուլիսի ո՞րն էր ձեզ, որ այսպես շոկի մատնեց ձեզ։ Որովհետև իրականում շատ են։ Որովհետև ամենախնդրահարույցը, որ պաշտպանության նախարարը ամբողջ կառավարությունը կարա պոպուլիստ լինի, բացի պաշտպանության նախարարի։ Բայց ցավոք սրտի պոպուլիզմը նրանց մոտ սահման չի ճանաչում։ Ինչի որ իրանք այսպես նռները ձեռքերում նկարվում էին, ասում էին նույնիսկ դա չէ, աղդամում մեր հայրենիքներ, Շուշի հարսանիք են անում։ Ժամանակի ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ երբ որ, այսպես ասեմ, հասարակական տարբեր շրջանակներ գիտական պաշտպանում էին իշխանության ֆուտբոլային դիվանագիտությունը եւ Հայկ Դեմոյանն էլ շատ բացական չէր արտահայտվել, դեռ կողմ էր արտահայտվել։ Հիմա չեմ կարող ասել, ով մի անգամ ասեց ամբողջ հայ ժողովուրդը մեր ու մանուկ ծայրի ծայր, եթե կողմ լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայ ժողովրդի մեջ մի մարդ կա, որը մինչև վերջ պետք է դեմ լինի, եւ դա հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենն է։ Ամբողջ հայ ժողովուրդը այսօր, ամբողջ Հայաստանի բնակչությունը, ինձնից սկսած մինչև Նիկոլ Փաշինյան, եթե կողմ արտահայտվի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե կողմ արտահայտվի անգամ օկուպացված Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները Ադրբեջանին թողնելու, մեկ մարդ իրավունք չուներ խոսելու դրա մասին, մեկ մարդ իրավունք չուներ ասելու, որ այդ տարածքները կվերադարձնեն, բայց առանց զենքի, առանց պատերազմի, եւ այդ մեկ մարդը պաշտպանության նախարարն է։ Այդ մեկ մարդը պաշտպանության նախարարն է։ Իրան էլ եմ ասեմ, լավ, ով է լեզվիցդ քաշում, որ լավ Նիկոլ Փաշինյանն ասում է, մյուսն ասում է, հասկանում եմ, ով պաշտպանության նախարարը չպետք է դրա մասին խոսի։ Ես չեմ ասում եմ Մարտա Կոչյանը, ես չեմ ասում առօրտանից գիշեր ավտոմատը վերցնի տրենգի բարի, բայց դրա մասին ով է արտադրում, որ խոսի։ Պարոն Մանուկյան, քանի որ մեր զրույցը եկավ հասավ մի հանգրվանի, ես մի շատ ցավոտ հարցի մասին պիտի խոսեմ, պիտի հարցնեմ եւ դրանով թերևս ամփոփենք մեր այսօրվա զրույցը։ Հասկանում եմ, որ ինքը ցավոտ խնդիր է, բայց ամեն դեպքում հարցը առաջացել է 44-օրյա պատերազմի տարբեր հանգամանքների հետ կապված։ Զեկույցին դուք ծանոթացել եք, որ այդպես էլ չի հրապարակվել։ Այդ զեկույցում Դավիթ Մանուկյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի մասով ինչ հայտնագործություններ է արել ՔՊ-ն, ինչ եզրակացություններ է եկել, որովհետև ես հիշում եմ, ներողություն, որ Վահագն Ալեքսանյանը քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով գրառումներ էր անում, որը տարածվեց այսպես լայնորեն մամուլում, մեղադրանքներ էր հնչեցնում մարդուն, որը չի կարող արձագանքել այդ մեղադրանքներին, ըստ էության Հադրութը հանձնելու մեղադրանքները գցում էր նրա ջեբը, Դավիթ Մանուկյանի ջեբը, եւ ասում էր, որ հեսա
գալու են հայտնաբաներ են քննիչ հանձնաժողովում ջրի երես կհանենք, այս ամեն ինչը։ Ինչ հանեցին ջրի երես, հատկապես ձեր եղբոր Դավիթ Մանուկյանի հետ կապված։ Կարծեմ մի բան։ Վահագ Ալեքսանյանը ճիշտ կանի հրապարակային ներողություն խնդրի, բայց իր ներողությունին 0 կոպեկի արժեք ունի, ոնց որ իմ աղբորը ու կարծում եմ աղբորս ընտանիքի համար։ Մարդուց ներողությունն արժեք, ոչ թե Վահագ Ալեքսանյանի հետ։ Ոչ մի բան չեն գրել։ Այսքանով սահմանափակվենք։ Դատի չեք տալու։ Բա իրանք ո՞նց են ձեզ դատի տալիս ամեն Դե բառի։ ջանդամը դատի տան։ Չէ, չեմ ուզել այս թեման շարունակել։ Հասկացա։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Մանուկյան։ Սիրելի հետևորդներ, ծանր էր հատկապես վերջին հատվածը, ես այսպես շատ լավ գիտակցելով հասկանալով, որ ինքը խնդիրը բավականին ծանր է, ամեն դեպքում պարտքս համարեցի ճշտել եւ հարցնել պարոն Մանուկյանից, քանի որ այն բացառիկ պատգամավորներից է տվել ինքը իրան էլ ասել եք չարձագանքեց անցանք։ Փաստորեն այդպիսի արձագանք այնուամենայնիվ եղել է։ Քննիչ հանձնաժողովի զեկույցը այդպես էլ չի հրապարակվել եւ մենք տարբեր հանգամանքների մասին թերևս կարող է իմանանք իշխանափոխությունից հետո։ Շնորհակալ եմ, որ դիտում եք, դուք բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին, մենք կհանդիպենք մյուս շաբաթ։ Ցտեսություն։